Տաղանդավոր երգիչ Արտեմ Վալտերը Ալո, այդ կարողա օրիշը կա, ալո Ս Արիլը պաճեմ Երեք, չես, Թքուչի 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 Լոք մնա թե չէ Ես առանց կեզ կդիմանամ Թե սեր չես գնա Այս ոնց հունակա երկը Չի օգնում արդեն կոնյակը Ինձ թվում է ժամանակն Կիադան ոտով, այդ ինչեր է նա Եվ դու չկաս իմ օրեն են դատար կանորո Լավ, սպասի Արի Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում է ավտո կարաոկեն եւ այսօր իմ հյուրն է իմ շատ լավ ընկեր, ձեր կողմից շատ սիրված երգիչ, ում մի ալոն փոխեց ամեն ինչ, փոխեց եւ բերեց նոր ռիթմեր, նոր երաժշտություն, մարդով շատ զարգացած երաժիշտ է, երգահան է, ունի շատ սիրված երգեր, կարճ ասած այսօրվա մեր հյուրն է տաղանդավոր երգիչ Արտեմ Վալտերը Մենք ասիրի ասեմ ուզում եմ մի հատ կերկնես Քչերը գիտեն կամ շատերը գիտեն որ մենք շատ լավ ընկերներ ենք մենք շատ հաճախ հանդիպում ենք մեր տուն ձեր տուն ենք անում հաց ենք կիսում իրար հետ ու այսքան ժամանակ ինքը անվճար մի հատ երգ չդարձի Հիմա առաջին հարցը միշտ խոսք եմ Ինչի մենք իրար հետ դուետ չենք անում դու սաղ երգես ես մեջը մի հատ մի բան ասեմ Սկսենք նրանից որ այն իմ Նազելի երգը պետք է դուետ լիներ հիշում եք Նազելի Անոնը տեր պատճառը իմը Համբյուրը տեր պատճառը բայց սկզբից անուն էր ճիշտ ես ասում հետո փոխեցինք Մի խոսքով պետք է դուետ լիներ Ինձ զանգեց ասես մի հատ շատ լավ գործ կա Պոնչ ջան Սկզբից դուետ էլ չէր կարողա ուզես հետո ասեց երկուսով ասեցի օքեյ հետո ասեց դե լավ դու հաջող ես կանեմ Այդ էս լավ ընկեր Արտեմը Չէ հետո զգացինք որ ուղղակի այդ երգը մի քիչ Պոնչի ոճը չէր այնպես բաներ պետք որ Պոնչը Չգիտեմ դուք գիտեք թե չէ, բայց Պոնչը թույն ռեպեր է, երգահան, կոմպոզիտոր, չէ՞։ Շատ անհատական մերսում է, սավ Պոնչն է։ Բայց իսկապես պետքա դուետ լիներ այդ։ Պետքա անել։ Ես պայմանավորվում ենք։ Հա, պայմանն է, ասում, այսը խո նկարվում է, այստեղ հիշելու եմ։ Պարային։ Ես ու դու պետք է պարային ամառային գործ։ Բայց մենակ Արամի հետ պետքա տենց տժաս։ Հա, չէ, քո հետ էլ մեծ սիրո։ Հիմա նիհարն է, օրինակ չաղ ժամանակ Արամի մոտ էի։ Չաղ ժամանակ Արամի հետ անել։ Լսի, ես չգիտեմ ով ինչքանով է տեղակ, բայց դու շատ լուրջ երաժշտական ճանապարհ ես անցել, այսինքն սկսած Արցախից, մինչ օրս դու զբաղվում ես երաժշտությամբ ու ես գիտեմ որ դու Լոսում ես, չէ, Լոս Անջելեսում սովորել ես, ավարտել ես Los Angeles Recording School-ը, այդ Հոլիվուդում է։ Իմ մասնագիտությունը նախ երաժշտական պրոդյուսինգն է, այսինքն երգեր գրել, երգիչների հետ աշխատել, ձայնագրություն, mix, master, vocal production-ն է, որը շատ քչերը գիտեն ինչ է vocal production-ը։ Vocal production-ը, երբ որ դու ես արտիստին ձայնագրում, ոչ թե հնչյունային ռեժիսորն այնտեղ նստած ուղղակի միացնում անջատում, այլ դու աշխատում ես այնպես ոնց որ ռեժիսորը աշխատում է դերասանի հետ, այսինքն էմոցիան ճիշտ է, շատ է, քիչ է, համապատասխան չի։ Որ երգը դառնա իսկական, մտնոլորտը չկորի եւ հա, որ այդ կատարումը, այդ իսպալնյանին, այդ կատարումը ճիշտ լինի, ոնց որ դերասանը աշխատում է ռեժիսորի հետ։ Մի խոսքով այդ ամեն ինչը մասնագիտական։ Լավ, ես այսօր ուզում եմ որ մենք վայելենք քո գործերը։ Այսօր տժալն ենք։ Հա, այսօր տժալու ենք, որովհետեւ դու ախր օրինակ մենք որոշում ենք ասում ենք տնաս ինչ երգերով դու կգաս ու մտանք նայեցինք հասկացանք որ բոլոր երգերը սիրում ենք ու բոլոր երգերը ես գիտեմ ամենայն դեպս ու վստահ եմ մեր հեռուստադիտողը նույնպես գնանք երգենք այն երգերը որոնք որ դու ընթացքից կորոշես առաջինի համար խնդրում եմ հենց հիմա մտածի ինչ ենք երգում քշեմ դուրս գանք ճանապարհ ու վայելենք այսօր քո մյուզիկը Արի ալո երգենք Ալո գնացինք ալո երգելով ալո գնացինք Քանի օր է
գիտում թական է տարե առանց քեզ Նեղույում կյամ մտածում ու ամերավեր Հա եսում ասե տեսնամ ինչ ավեր Կե պիտինի այեկա Բայց դե գիդավեր ինչ էլ ոզում այնի Իմը ստովս կոնըտ ես ինչ կան ոզում այնի Մին ամենակ ես վկես Կուպայ է ինձ իմը քեզ Մի կյանք երկու կեզ Ինչ էլ ոզում իլեց ինի խոսե բոլա քեզ Ալո, Էձանա խես խրավալ, ալո, Էտ ինչ ապենա պտահալ, ալո, Զանգում տան պախ է խոսում չես, Կեզ վեր մուտանում ու մոզում չես, ալո, Էտ կարողա օրի շկա, ալո, Հուվալ է լավն այն ձնա, ալո, Զանգում տան պախ է խոսում չես, Կեզ վեր մուտանում ու մոզում չես Ոյ դես ինչ սիրուն է։ Ընդհանրապես ես ասեմ Արցախի բարբառը երաժշտության մեջ այնքան սիրուն է տեղավորվում, այնքան sense դու ընդհանրապես երևում է sense որ ասում են յուվելիրնի գործ է սարել որ դառնա։ Ինչքան սիրուն տեղավորվում է, այնքան էլ դժվար է։ Հա, ինքը դժվար է, բայց իր հնչողությունը շատ լավն է, էլի այդ։ Այս ֆրանսիական նոտացիա, ժուլե։ Ինչ էլ ուզում ինի ձայնավորները շատ են, շատ սիրուն է։ Դու ինձ ասում ես Արցախի բարբառով ինչ որ նախադասություններ, ես պիտի գուշակեմ Նու բար կամ նախադասություն։ Բար կամ նախադասություն։ Պատրաստ ես։ Երևի։ Մաշար։ Մաշար։ Գինու տեսակ է։ Այդ մաչարի է գնաց։ Խոսքի չհասած մաչար, մաշարը հետո մաչար։ Հա, մաշարը հետո մաչար, օրինակ որ ասում բարի մեջ ոնց կօգտագործես, գնացի մաշար։ Չէ, կարամ ասեմ մի հատ ինձ մաշար տո, կամ քինա մաշարը բեր։ Քինա բաժակ։ Գնա մաշարը բեր։ Լավ, ինքը գործիք է։ Գործիք, արախ քաշելու գործիք։ Խի գնաց այդ կոլա, ասի կաչորկա կարա իր ասի։ Մաշար։ Արա մաշար ես դու։ Ահա։ Մաշար։ Ահա։ Իրան երկու բանը, իրան աշխատացնելուց երկու գործողություն ես անում։ Սղոց։ Ապրես։ Այո։ Թքուչի։ Թքուչի։ Հա։ Թքուչի։ Խելոք մնա թե չէ։ Թքուչի վրետ։ Չէ, թքուչի ջուր։ Թքուչի ջուր։ Հա, թքուչի ջուր։ Կարի թքուչի ջիրավ լղանաս։ Գոլ։ Հա։ Թքուչի լավ բառ է, թքուչի։ Գոլ։ Ռխկալի։ Ռխկալի, զզվելի։ Չէ, մի հատ խորացի։ Էշեշ խոսածո։ Չէ, կափարիչ։ Ռխկալի, հա, ռխկալի։ Լավն է։ Էլի, ռխկալի։ Վրացմանն է։ Ռխկալի բիսիձե։ Պիադա։ Պիադա գիդեմ։ Դու սովոր ես, չէ՞, մուկուլ մանդի։ Հա, պիադա, միրոպե։ Պիադա ընթացքից։ Կապ ունի։ Հա։ Ասացի թե դա։ Պիադա յորոնիմ։ Պիադա ձերի հետ։ Պիադայում քեցալ կամ պիադա։ Միամիտ։ Չէ։ Պատահական։ Չէ։ Ոտով։ Հա։ Պիադան ոտով։ Այդ ինչեր են է։ Պիադա։ Իտալական ֆիրմալն ինչ է սակա օրեսօր պիադա եմ հակում։ Թելիկը կարա լինի, որ թելիկ է խոսում։ Աղբերս էդի սև պիադա։ PR էլի։ 4։ Ինչն է։ 4։ Իմիջիանոց Արտեմը միշտ գնահատում է հումորները։ Աշխարհի ամենախնդալու հումորներն ասեմ, շատ լավն էր 3։ Էդի 10 բալանոց 10 բալանոց։ Շատ ժամանակ ա եղել TV-ով տեսել եմ մի հատ հումոր արել, SMS եմ գրել 4։ Ուրեմն ինչ անշանակում B։ Դե տնդեղ ասա էլի։ B։ Ինչ բառ։ B դեբիլ, դմբո։ B գադա։ Շատ B գեդա։ Էսը B B։ Արա բնի բարկանալի։ Արա ինչ կանալնի պոջը լասա։ Արա B։ Մարդու է, չէ վերաբար, ասենք B։ Չէ արա, լավ ավելի խնդալու, ինքը կենթանի է։ Բն կենթանի է, վախենալու կենթանի է, որտե հաստատ։ Միրոպեր։ Գայլ։ Չէ, դե գայլը։ B օծ։ Չէ։ Ոզնի, բոզնի է։ Ոչխար։ Չէ, ավելի։ B։
Լավ, այդ։ Լավ, անցնում եմ։ Փոքր է։ Մուկ Արախնոիդա։ Արախնոիդնովա։ Արախնոիդը բանն են, պաուկաբրազնին էլի։ Սարդ։ Ապրես։ Սարդը բն է։ Բ։ Ու բն անումա մուկուլմենդի։ Օրես ինչ է կանո ժողովուրդ ջան։ Հասկացանք։ Իմիջերս դու գիտես որ ճանճի թևերը որ կտրում ես խլանում է։ Գիտեիր։ Ես չգիտեի որ ճանճը նույնիսկ լսում է։ Հա, լսում է, ասում ես թռի չի թռնում։ Այս ինչ խնդալի։ Գնանտի։ 5 նոցում է։ Ահա 10-ից 5։ Լավն է։ Դե լավ գնանք տեժան։ Դավայ։ Վայ, ես ինչ լավն էր այս բառերի պահը։ Բ։ Ընթացքում որ իշես էլի ասա։ Բ։ Բ։ Որ զանգեմ ասել եմ բ։ Այս անունդ գմեմ բ։ Սերը բարդ էր, այն ինչ ունեցանք միասին կարճ էր հասկացա Սերը ուժել, սիրտս խուժել, միամանք չի լինում հավատա Միտքս վազում, սիրտս խազում, չի խոսում լուրը, ուրա Նա ուրա Միգուցե զանգամ, միգուցե հանդիպենք ես ու դու ևս մեկ անգամ Թեկուզ վերջին, ունես արդյոք ինչ-որ մեկին դու քո կողքին Չեմ գտնում իմ մեջ ուժ, ես գիշեր միջև ուժ Հարբում է գնաց ինձ տանջում է լուր Ուշել անքում Չի օգնում արդեն կոնյակը, ինձ տվում է ժամանակն է Որ թողեմ ամեն ինչ կոմոդ կամ նորից, սերս կամ նորից Ինձ տանջում է լուր Ուշել անքում Չի օգնում արդեն կոնյակը, ինձ տվում է ժամանակն է Որ թողեմ ամեն ինչ կոմոդ կամ նորից, սերս կամ նորից, սիրտս տամ նորից Արտեմ ջան, մենք եկանք մեր հաղորդման գործընկեր Գալֆ բենզալցակայան, որտեղ դու կարող ես գալ, քո մեքենայի ծառավը հագեցնել, իմիջիալուց 100 տարվա պատմություն ունի ու 100-ից ավելի երկրներում է գործում, բարձր ստանդարտներին համարժեք, ինչպես ասում են, վառելիք է այստեղ, այնպես որ կարող ես երբ ուզում ես գալ այստեղ։ Եղավ։ Ու համ էլ հոտ դոգ կա, ստեղ 24/7, որ ժամին մտնես համով հոտ դոգ կա։ Համ դու ես ուտում, համ մեքենան։ Հա, այսօր իրար հետ կուտենք։ Սնվում, համ սնում ես քեզ, համ մեքենային։ Իմիջայլոց Արտեմ ջան, Գալֆը ունի քեզ համար նվեր, որը քո ստուդիայում կամ տանը ինչ որտեղ տեղ կգտնի։ Նա ինչ հավես ավտո է, դռները բացվում է, բոգոժնիկը, կոպոտը, ամեն ինչը բացվում է, ինքը կարծեմ էլեմենտներ ունի միանում, ասենց ուշեմ Այս BMW-ը, այս լեգենդար ավտո է եղել։ Արտեմ ջան խաղ ենք խաղում, ես գիտեմ, որ քո ականջի նման ականջ քիչ մարդ ունի, լսողության հետ կապված բնականաբար։ Մի քանի հոգի կան, հա, սենց հատուկ են։ Կան ու ես ուզում եմ քեզ առաջարկել մի խաղ, որը, չգիտեմ, մեր հաղորդման մեջ էլի է եղել, գուշակողներ եղել են, չգուշակողներ են եղել։ Երգ եմ դնում ռևերսով ու դու պիտի ասես ում երգն է, որ երգն է։ Դուզեց։ Պատրաստ ես։ Գնացինք առաջին երգը։ Այս Իվետայի ձայնն է։ Այո, Հիվետայի ձայնն է, բայց որ երգն է, այս Տնեմ շարունակվի, լսի։ Հա, այս։ Բուլղարական երգ է։ Ոմուզը Ահա սալում։ չեմ կարող ասեմ, կարող լսած չելն եմ։ Հաստատ լսած հարվել եմ։ Չէ։ Լսած կնես, ես վերջերս բոլորը այդ երգն են լսում ու երգում։ Մեջը Երևան բառը կա։ Սերը Երևանում, Սեր կա Երևանում, հա։ Սերկա երգը։ Սեր կա երկը։ Դեմ երամ սիրտս տանի։ Շարունակում ենք, ականջդ լավ է, կարևորը գուշակում ես ովա։ Հիմա մի հատ ուրիշ գործ եմ դնում, գնացինք։ Այս Լիլիթն է։ Այո, Delete։ Հա։
Գիտեմ երկյանն եմ մոռացել։ Ասա։ Դե իրաց դուետ է էլի։ Միշոյի հետ։ Ինչ ենք շնչում։ Օթե ուրիշ է։ Թթվածին։ Այո։ Գնացինք վայելելու։ Չի, հա։ Յո, ողջունում ենք Դելիթին ու Միշային, բայց ծում լսում ես էլի։ Ոնց է, ես կարդում եմ, կարդալով չեմ հասկանում։ Գնացինք։ Let's go. Բայց դու չես գալիս Արսեն Սաֆարյան։ Չես գալիս, միայն քո մասին եմ լալիս։ Գնացինք, հաջորդ երգը։ Ճապոնական ազգային գործ է, ինչ է ճապոնական։ Ճապոնական ազգային հայրենասիրական գործ։ Ֆոլկլոր։ Ով է։ Էսի նոր երգ չի, որովհետև ինձ թվում է ստիլիստիկան հին է։ Իսկ ում ձայնա քո կարծիքով 90-ականներից մինչև այսօր էլ չնայած սիրված անձնավորություն շատ հումորով երգչուհի։ Երևում է, որ այդ ժամանակների երգա, որովհետև ոճը երգելա ոճը տենց է, տենց երկար լեգատոներով, ձայնը ինձ հիշեցնում է Ալա Լևոնյան։ Ճիշտ է, իսկ երգը Այս ռիթմիկայի մեջ ինչ կար Ալա Լևոնյանի Կողա թող բացվի առավոտը թարմ չգիտեմ, հեսա լսենք։ Առավոտը Արադելա։ Քեսամա Դե վարպետ է։ Եվ վերջին գործը։ Ապա Ջան, դնենք, գնացինք։ Շիգիմ Բայց այս երգը ռևերսով էր, որ բիտը փոխենք էլի նոր երգ է դառնալու։ Իսկ այս որ երգն է։ Լսենք։ Բաց կապույտ աչքերը Միգիշերից տարանցով Դե ես եմ արել, ոնց կարա չի մանել։ Դու ես արել։ Բա գործի կարում ես եմ արել։ Դե շնորհավորում ենք ձեզ, պարոն Վարդեր, դուք շատ լավ դուրս եկեք այս խաղի տակից, ինչպես ասում են։ Okay, գնանք էլի երգենք քո երգերը, վայելենք ավտոկարոկե սիրելի ընկերները, գնացինք։ 1 2 3 Ում համար ուշա կարա գնա տունով մնում է մեր հետ մնալու է անքուն նորը շապատվա վերջը ուր պատիրիկոնով սովոր չի ռիթմին մեր է չի դիմանալու հավաքվում են բոլորը մեր տեղն ու ժամը նույնը ամենակարևորը տրամադրությունը թույնը վայելի քո այսօրը ասես օրդ վերջին մոռացի ամեն ինչ ու խորհուրդ աղջիկներին Hey, ձերքերը վեր ես էտ անալու Այսօր տակալինելու Հետս տակալինելու Հակնևի թեթև գիշերը տակալինելու Այսօր տակալինելու Հետս տակալինելու Գնաց Տաշի, տուշի Բոլորն անում ենք տուշի Everybody hands up Միասին անում ենք տուշի Տաշի, տուշի Բոլորն անում ենք տուշի Everybody hands up Միասին անում ենք Տաշի, տուշի Բոլորն անում ենք տուշի Everybody hands up Միասին անում ենք տուշի Տաշի, տուշի Բոլորն ուզում ենք տուշի Everybody hands up Միասին անում ենք տուշի Արտեմ ջան, ես գիտեմ, որ դու շատ ես ճանապարհորդում, լինում ես տարբեր երկրներում, թե հյուրախաղերով ես լինում, թե ուղղակի հանգստանալու եւ այլն։ Ես քեզ ուզում եմ առաջարկել, այսինքն մեր Արցախ բանկը ունի քեզ նվեր, նոր պրեմիում դասի Հարազատ անունը։ Հա, Արցախ բանկը ունի նվեր, նոր Mastercard Travel World Card-ը պրեմիում դասի, որը քեզ կտա լիքը հնարավորություններ, VIP lounge-ներ, fast track-եր, կոնսերժներ եւ այլն ամեն ինչ, այնպես որ սենց պահեն որ թվերը չերևան, խնդրեմ։ Բարև տալու, Ես Արտեմ ջան վայելեք լիքը նոր ճանապարհություններ եմ ձեզ Շնորհակալություն շատ, շնորհակալություն համ ձեզ, համ Արցախ բանկին, հարազատ անուն։ Հարազատ անուն, հարազատ բանկ, ինչպես ասում են, այնպես որ կարող ես վայելել այս քարտը, որտեղ ես ունեմ հրաշալի է, ուղղակի սենց հա շատ թեթև ճանապարհություն ես ունենում։
Իմիջայլոց սիրելի հեռուստադիտողներ, եթե դուք էլ շատ եք ճանապարհորդում կամ լինում եք տարբեր երկրներում, մեր հաղորդման գործընկեր Արցախ բանկը ունի նոր պրեմիում դասի Mastercard Travel World Card-ը, որը ձեզ տալիս է լայն հնարավորություններ։ Առաջինը Lounge Key ծրագիրը, որով դուք եւ ձեր հյուրերը կարող եք տարվա մեջ մինչև 6 անգամ անվճար օգտվել աշխարհի 1500-ից ավել օդանավակայանների բարձրակարգ բիզնես սրահներից։ Երկրորդը Mastercard Concierge ծառայությունը, որը ամեն օր օրը 24 ժամ քո անձնական օգնականն է աշխարհի բոլոր կետերում։ Երրորդը Fast Track ծառայությունը, այսինքն մուտք առանց հերթերի մինչև 6 անգամ անվճար թե քո ուղեկիցների համար։ Եվ չորրորդը Global Data Roaming-ն է, տարեկան 1 GB անվճար ինտերնետ 200-ից ավել երկրներում եւ 15% զեղչ roaming-ի ընթացքում։ Սիրած երկերից օրինակ 90-ական, 2000-ականներից երկեր կա, ասենք, չգիտեմ, այդպես նոստալգիկ, որ երկարվեստի հուլունքներից, այսպես կասեի, նոր բառ եմ սովորել, թորած երկերից, թորած, նոր բառ է։ Թորած երկերից, որ միջև այսօր ես համարում եմ ու կլինի կդառնա դասական 100%, եթե արդեն չի, դա Արամ Ավագյանի Իմ լուսինն է։ Մեծ երկնքում մի լուսին ինձ է պատմում քո մասին Նա քո անունը ունի դու իմ սեր իմ լուսին Հին անցյալի օրերում երբ ողջ աշխարհը մեզ է պատկանում Յոթերորդ երկնքում քեզանով էի ապրում Քո շնչով էի շնչում Դու հեռացար գնացի Ու ինձ վերջում ասացի Որ դեռ գալու ես դու հետ ու դրիր ստորակետ Դու հասկացիր մի պարզ բան Որ չկա իսկապես վերջաբան Պատմությանը այս մեր ու բախտից մի նվեր Մենք ստացել ենք մեծ սեր Եվ դու չկաս իմ օեն են դատար կանորոշ Ու տես առանց կես սիրելիս կյանքի գին է մի Խաղում ենք Սև արկը խաղը Երևան Մոբայլի հետ, որը շատ հայտնի անուն է տեխնոլոգիաների աշխարհում։ Նրանք առաջարկում են օրիգինալ սմարթֆոններ, կենցաղային տեխնիկա, որակյալ աքսեսուարներ ու առաջարկում են լավագույն գները, այնպես որ կարող ես դու օգտվել։ Հիմա ես քեզ կտամ հարցեր, կասես ներսում ինչ կա։ Դավայ։ Գնացինք։ Առաջին հարցը։ Մի բան է ներսում, որ շատերը սիրում են, բայց քչերն են խոստովանում։ Շատ հետաքրքիր բան ասեցիր։ Ինքը գիտես ինչա, կամ պահում ես գրպանում, կամ բարձի տակ։ Կուզես մոտդ լինի, բայց պայտակ կուզես չլինի։ Հեռախոսն է։ Սմարթֆոնը։ Ոչ։ Ահա։ Երևան Մոբայլի հետ կապ չունի, ներսում ինչ որ գտնվում ամեն դեպքում։ Դե հասկացա, դե նման էր։ Հա, օրինակ որ տանը papan ունենա դրանից, մաման կարող է դեմ լինի։ Որսորդական շուն։ Քո կարծիքով դրա մեջ որսորդա շունա նրվածա գժրած papan փոքր ժամանակ երեխային տալիս է դրանից, բայց մեր ժամանակ կջղայրանը կասի ինչ ես անում։ Օրեսի բարդ հարցեր ուշի։ Պատասխանի։ Սպասի։ Papan փոքր ժամանակ կտա երեխային, Հա։ բայց մեր ժամանակ կասի տղա ջան, ինչ ես անում։ Բայց այդ քո ասածը սիլոն է։ Կտա սիլը, բայց մեր ժամանակ կասի ինչ ես անում։ Այ, դա ճիշտ ես ասում։ Սիլը դեռ։ Սենց մի հատ ձեռա դու գալի։ Ну եթե հիմա սա խաղ չլիներ, հաղորդումը կփակեին։ Այդ զենք է։ Մոտիկ ես։ Իսկ ինչ զենք է։ Ինքը քո հետ կապ ունի, ինչ որ զենք է այնտեղ, այդ զենքը քո հետ կապ ունի։ Ինչ զենք է այնտեղ։
Պուշկա։ Մի րոպե մեծ ես նայեմ դու մի նայ։ Լսի, բայց ինքը Բայց ի՞նչ է։ Բայց ինքը քո հետ կապ ունի, խաղալիք է, բայց ի՞նչ է։ իմ հետ կապում ինչ խաղալիք կարա լինի։ Հիշի էլ է։ Շունիկ։ Քո հետ կոնկրետ քո, դու ով ես։ Արա։ Լուրջ ես ասում։ Ասա։ Ինչ որ բրիլո կա։ Վալտեր։ Վալտեր։ Ամեն դեպքում դու գուշակեցիր ինչ է այնտեղ դրված։ Այո։ Գնանք երկենք մի քիչ թուլանանք արդեն։ Գնացինք։ Քո դաշնող երկերից Պարինոպան։ Հա։ Դավայ։ Գնացինք։ Մեկ էլ հոպա բռնում ապարին հոպա ոտքերով ցալած հետ առաջ ու հետ բոլորով պարում են իմ հետ անում եմ հոպա մեկ էլ բռնում ապարին հոպա ոտքերով ցալած հետ առաջ ու հետ բոլորով պարում են իմ հետ Եթե գտել ես են դուրը Քեզ պատտում է իմ գրուվը Չի լինում տուն գնալը մնում է դիմանալ հետևողները լուր են Բիտնա իմ բասը ու ես եմ Եթե իմ հետ ես քո հետ եմ Խոսքն ավարում միկրոֆոն Լիքը iPhone Selfie-դ մեջն եմ Մի ձևացի ամաչկոտ Ավելի լավ ագաս մոտ Ուզում եմ նով հետին ով խաղում ոնց որ ծանոթ Սիրում ա բասը իմ Շարժում ա մեծ ու փոքրին Ռիթմը կապելա քեզ վարակելա Մեկ էլ հոպա բռնում ա պարին հոպա Ոտքերով ցալած հետ առաջ ու հետ Բոլորով պարում են իմ հետ անում եմ հոպա Մեկ էլ բռնում ա պարին հոպա Արտեմ ջան, առաջարկում եմ խաղանք մի հատ խաղ, ուրեմն ես ու դու հետ հաշվարկ ենք անում 3-2-1 կամ 1-2-3 էական չի Ասում ենք ամեն մեկս մի հատ տար, օրինակ ես ասում եմ A, դու ասում ես B Ու արագ պետքա մեկը բառ ասի, որտեղ կա համ A տարը, համ B տարը, պատրաստ ես 3-2-1 Ջ Ջ Որից ինչ դժվար է Ջերաճիճու Ջերաճաճու Մի րոպե, Ջը ուրա կյանքում չի մտածել Ջը բառ չկա Ճակատաջիր Ճակատաջիր ասիրերը Խնդրում եմ կոմենտներում գրեք Ջ ու Չ տառով բառեր 3-2-1 Ղ Գավուրմա Սոված ենք Խխր Խարը Խարը բառը Խարը բառը Գնացինք 1-1 Ս Ասֆալտ Ոյ ասֆալտ 2-1 Գնացինք Գ գնդակ 2-2 Գնացինք 3-2-1 B Մ Բամբուկ Խ Փեղկ Թե փեղկա Փխ Okay, թող Փախուստ Լավ Փախուստ 3-3 Հա 3-3 Okay Գնացինք Զ Զ Արելը պաճեմ Ես գիտեմ Սավզի Սավզին ինչ է Բան կանաչ ու տեսակա Խ Խուժան Խուժան 4-4 վերջին բառն է Ղ Ղ Լղան Չորս աղտեց Քերեց լղար ինձ պտի Ես կասեի ստացանք ոչ թե քերին գարա Դախազ 5-4 դրա համար քեզ նվերներ կտանք հաղորդման ընթացքում Մեր հաղորդումը բաղկացած է նաև հովանավորներից ինչպես նկատեցիր ու մեր հաղորդման հովանավոր Կիա Արմենյան ունի քեզ համար մի շատ լավ նվեր Արտեմ ջան Այո դզե Մեր բոլոր հյուրերին Կիան եւ նաեւ քեզ տալիս եմ միացած հրաշալի քարտ որի վրա 1 միլիոն դրամ է Եթե դու կորոշես Կիա Արմենիայից մեքենա գնել այս 1 միլիոնը կարող ես օգտագործել ու ինչպես ասում են դիսկաունտ անել ու 1 միլիոնով պակաս գնել Շնորհակալություն Էս են զարմանալուց ոչ թե պիտի ասես իա պիտի ասես Կիա Ու համետ ես ինչ լավ
նոթատետր։ Մեր սասի հումորից էր, չէ՞։ Հա, մեր Սասին, Պետրոս Պողոսյան Սասունի բառը խաղերից էր, այո։ Կիա։ Ինձ ասեց Taron 5 ինչ կա։ Taron 5։ Շնորհակալություն Kia Armenia-ին այս նվերի համար, շնորհակալ ենք շատ։ Իմիջայլո սիրելի հեռուստադիտողներ, դուք նույնպես ունեք անակնկալ Kia Armenia-ի կողմից, գնեք Kia մեքենա մինչև փետրվարի 15-ը եւ օգտագործեք Автокարաոկե պրոմո կոդը եւ կունենաք բազում անակնկալներ։ Ես նաեւ սիրում եմ քո ուրիշ երգերից բանը։ Ես քո սիրովը։ Ես ավելի նոր է։ Հա, այս ավելի նոր է ու բավականին լայն արձագանք է ստացել։ Այս երգը լիքը լսողներ են եղել, մի քանի միլիոն դիտում ունի, տեսել եմ։ Իմ արևը քեզ, իմ լուսինը քեզ, քո սիրով գտա ես ինքս ինձ, հուրը իմ սրտի գիշերները քեզ, որ ամուր գրկես ու ջերմացնի ամեն դիպչերը քեզ անում է վերել։ Ես վերջապես քեզ գտա, բայց դե չեմ կարող պահել։ Ես քո սիրով, դու էլ նրա, իմ սրտի հետ եմ մի խաղաղ։ Ես առանց քեզ կդիմանամ, թե սեր չես գնա։ Ես քո սիրով, դու ուրիշին, ես էլ կապրեմ, ոչ մինչև Սիրելի ընկերներ, մոտեցավ ավտոկարաոկե հաղորդումը իր ավարտին, այսօրվա թողարկումը շնորհակալություն Արտեմին, որ իմ հյուրն էր ու իրանից այսօր մնաց մի բան, որ մենք սովորեցինք, որ B այդ նշանակում է սարդ։ Կհանդիպենք, շնորհակալություն, որ իմ հյուրն էր Արտեմ ջան։ Ես էլ եմ ձեզ շնորհակալ, բոլորիդ ցանկանում եմ լավ տարի, խզարեք բոլորը։ Հաջորդը որտե ենք հանդիպում։ Հաջորդը հանդիպում ենք մի հատ լավ տեղ ուտուշ խմոշի։ Դե Կզանգեմ ախպերս, կզանգեմ։ Մի հենց դու ինձ երկ կառաջարկես, այդ վաղը կզանգեմ։ Սաղ աշխարհը հետ իմ հետ ուզեց աշխատի, դու չուզեց։ Այս հաղորդմանն էլ քեզ յուր կանչեցի, ախպեր ջան։ Շաբաթը մի անգամ իրար հետ հաց ենք ուտում։ Երեխուդ նվերներ, ախպեր, տան համար ձեր լիքը բաներ, տելևիզորը ես ուղարկեցի, այս նոր տանը։ Սա ես արեցի, ախպեր։ Մի հատ դուետ ինչա չենք անում։ Քոնը չէ։ Մի հատ դուետն ինչա չես անում։ Խնդում է։ Մի հատ դուետ եմ ուզում։ Աշխատի հետ։ Լավ, սպասի։ Արի, իդեա ունեմ։ Դեմո ունեմ։ Ուզում մեր դուետը սենց էլի։ Ու դու տեմ մտնում ես։ Ու սենց տակից։ Ճիշտ է, արի։